Վայոց ձորի մարզի ջերմուկ համայնքում ենք, եկել ենք պարզելու, արդյոք ջերմուկցիները մասնակցելու են հունիսի 7-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին և հատկապես որ քաղաքական ուժին են իրենց քվեն տալու, նաև արդյոք հետևելու են հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին, հունիսի 7-ի ընտրությունների միջոցով տեր կանգնել երկրում հաստատված խաղաղությանը։ Հարգելի ջերմուկցի մեր հայրենակիցներ, ինչպես եք։ Այսպես, լավ։ Առաջին անգամը, որ ձմռանը եկել եմ ձեր համայնք, միշտ ամռանն եմ գալիս ու միշտ հիանում եմ պես զբոսաշրջիկ։ Հիանալը քիչ է, պետք է գաք ձմեռը մնաք մի քիչ, որ մեր հալը ձմեռով չեք հիանում։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Թորդե բա Հայաստանցի չեմ კი, հայ եկել։ Քաղաքացի ենք, ոչ չենք մասնակցելու։ Որոշել եք ում եք ընտրելու, դա եմ հարցնում։ Դե հո բնած չէ որ չիմանամ ում ընտրելու։ Իսկ խաղաղության գործընթացի մասին տեղյակ եք, որ Բոլորս ցանկանում են խաղաղությունը լինի, մեր պետությունը ուժեղ լինի, հզորանա, հզոր լինի, աշխատեն մեր բանակ ուժեղացնեն։ Բա Հանրապետության վարչապետը իր մարզային այցելությունների ժամանակ հաճախ կրկնում է, որ քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը։ էլ մի խորացեք այդքան։ Դուք պատրաստ եք տեր կանգնել խաղաղությանը։ Բոլորն էլ պատրաստ են աշխարհում։ Բոլոր ազգերն էլ պատրաստ են իրանց երկրին խաղաղությունը լինի, ուժեղ լինեն, հզոր լինեն, հաղթեն։ Քվեարկությամբ տեր լինելու մասին է խոսքը, որ քվեարկեք այն քաղաքական ուժի օգտին, որը իմ գաղտնիքն է, ում ուզեմ նրան էլ կընտրենք, տեսնենք։ Կմտածենք ժամանակը կգա։ Այո։ Շատ լավ։ Կարող ասկի չեն գնում ընտրության։ Չէ, բայց ձեր դեմքի ծերեմա, որ դուք գնալու եք ընտրության։ Հա։ Դե եթե դեմքի ծերեմա, բոլորի դեմքերն էլ լավ են։ Ջերմուկցիների բոլորի դեմքն էլ լավ է, ժպիտով են։ Շատ լավ։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Որոշել եք ում եք ընտրելու։ Որոշել եմ, բայց ձեզ չեմ ասի, որովհետև ես ջերմուկ քաղաքացի եմ, ուզում եմ նես մարդուն տրածել եմ, որ իմ ջերմուկս լավ լինի։ Ուրիշ ուշում։ Իսկ որ քաղաքական ուժի օրոք է ջերմուկը լավ դեպի լավը գնացել։ Քաղաքական ուժի օրոք չգիտեմ, բայց մեր քաղաքապետը, որ հիմա Արսենյան Վահագնն է, մարզպետ էր։ Հիմա մարզպետը առաջ քաղաքում։ Այն ժամանակները biz ջերմուկը թալանել են։ Իսկ հիմա լավ վիճակը։ Քաղաքապետը, մարզպետը հիմա մեր ջերմուկին տեր կա, տնօրեն կա, կապ չի քաղաքական ուժն էլի։ Տեղյակ եք մարզպետը, որ քաղաքական ուժի ներկայացնում։ Տեղյակ է, կարևոր չի այդ ձեզ ասում, բայց տեղյակ եմ, որտեղ ես այդ քաղաքապետին, ես մարզպետին շատ վաղուց գիտեմ։ Ես ջերմուկում ծնված 60 տարեկան տղա եմ, ջերմուկում ծնված մեծացած տղա եմ։ Ես միշտ էլ գիտեմ, թե իրանք ինչ են արել մեր քաղաքի համար, կարևոր չի որ քաղաքական ուժն է։ Ես որ սրանք եկել են sense կապիկություն են ուզում արածել են, դա արդեն սիրուն բան չի։ Սրանք ովքեր։ Դե Սամվել Կարապետյանն եւ այլ, ուրիշները։ Սամվել Կարապետյանն եկել են այսօր ջերմուկում են։ Ասում են ինչ որ եկել են։ Հա։ Գնալու եք հանդիպման իրենց հետ։ Չէ, ինչի։ Խաղաղության փաստաթուղթը, որը նախաստորագրվել է, այդ փաստաթղթի ստորագրումից հետո զգում եք խաղաղության շունչը ջերմուկում, հաշվի առնելով 2022 թվականի սեպտեմբերին։ Զգում եմ, որտեղ ես ջերմուկից դուրս չեմ եկել այն կռի ժամանակները դաժե, զենքը ձեռսել է, կռի ժամանակներից դուրս չեմ եկել։ Շատ։ Հիմա էլ է խաղաղ։ Վարչապետի կոչին ընտրությունների միջոցով տեր կանգնել խաղաղությանը, ինչպես կարձագանք եք։ Լավ, ով էլ ուզում ալնի։ Այն մենք խաղաղության կոչին դեմ կանգնի, ես էլ իրանք բան կանեմ, կօգնեմ, որ խաղաղությունը լինի։ Ով չի այսօր կողմ եմ իհարկե։ Քաղաքական տարբեր ուժեր ասում են, որ գալու են եւ վերանայելու են, վերաբանակցելու են խաղաղության փաստաթուղթը։ Վարչապետն ասում է, եթե վերաբանակցեն, պատերազմ է լինելու։ Դուք վերանայելու ինչ կա, որ խաղաղությունը խաղաղություն է։ Ավելի լավ խաղաղություն կա։ Դե շատ բան կարող ասել, ես կարող եմ շատ բանից տեղյակ չլինեմ, բայց խաղաղությունը խաղաղություն է, էլ վերանայելու ինչ կա։ Ասում են ուժեղ խաղաղություն կա։ Ուժեղ խաղաղությունը ո՞րն է։ Ուժեղը սպասմենն ալնում, խաղաղությունը չի լինում։ Խաղաղությունը խաղաղություն է։ Այն խաղաղությունը, որը հաստատվել է ձեր դիտարկմամբ։ Ինձ համար այսօր դիտությամբ ջերմուկում լավ է։ Խաղաղը ամեն ինչն էլ նորմալ է։ Մարդիկ էլ աշխատում են, ապրում են իրենց համար։ Ուրիշ բան ես չեմ ուզում ջերմուկի համար։ Դերել կա, տնօրենել կա, ամեն ինչ էլ արվում է ջերմուկի համար այսօր։ Մեր քաղաքապետի կողմից, մեր մարզպետի կողմից ամեն ինչ էլ արվում է։ Ուրիշ բաներ ինձ հետաքրքիր չի։ Չեմ ուզում խառնվեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Որոշել եք հունիսի 7-ի ընտրություններին ում եք ընտրելու։ Մեր քաղաքը որոշված է։ Մեր քաղաքը հյուրընկալ քաղաք է, բոլորին հյուրընկալում է, բայց մենք պետականամետ մարդիկ ենք, բոլորը։ Եվ մենք ունենք մեր տեխնացուն։
Եթե գաղտնիք չէ, կարող եք ասել ու մեկ ընտրել։ Բարձ է։ Ինչպես։ Բարձ է։ Նոր մեր իշխանությունն է։ Հա, գոհ եք իշխանության վարած քաղաքականությունից։ Գոհ եք իշխանության վարչությունից։ Կան բաներ, որ շատ անեն դրանք։ Ոչ թե անեն, չթողեն, որ բոլորը այդքան բացահայտվեն, չի կարելի։ Ջերմուկում խաղաղ է։ Այո, 2022-ի սեպտեմբերի հայտնի դեպքերից հետո խաղաղ է։ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո զգում եք հանրապետությունում եւ մասնավորապես Ջերմուկում, որ խաղաղությունն ավելի է Միշտ ամրապնդվել։ խաղաղ է եղել եւ կլինի խաղաղ, որտեղ մեր ջերմուկցիները միշտ պատրաստ են կանգնելու իր քաղաքի համար։ Իսկ այդ կողքի մարդիկ, այդ խոսակցությունները լավ չեն անում իրանք, չի սարվում իրանք։ Կողքի մարդիկ նկատի ունեք այլ քաղաքական ուժերի, ընդդիմադիր քաղաքական ուժերի, մասնավորապես։ Մասնավորապես բոլորը այդ ընդդիմադիրները։ Ինչ են ասում ընդդիմադիրները? Ընդդիմադիրները ասեն կգան, կվերաբանակցեն խաղաղության փաստաթուղթ, ուժեղ խաղաղություն կբերենք, երաշխավորված Բերեին, խաղաղություն։ ինչու չեն բերել բա մինչև հիմա։ Հա? Ինչու չեն Ունեք բերել։ այդ հարցի պատասխանը ինչու չեն բերել։ Որտեղ չեն ուզել բերել։ Ինչու։ Որտեղ չէին ուզում պետականություն ունենք մենք։ Չեք պատկերացնում որ չուն։ Լավ այսօր հալմետ սևակը ոնց էր ասում մարդը ելել է շալակի աշխարհի, մարդը շալակն է աշխարհն է շալակը ստանում։ Հիմա մեր իշխանությունները ինչ են ուզում այս նոր ընդդիմադիրները։ Ուզում են ելնեն շալակը երկրի, թե երկին են ուզում շալակը ստանել։ Դուք ինչ տպավորություն ունեք։ Բայց ուր են ուզում տանել որ շալակին տանեն։ Ձեր դիտարկմամբ ուր են ուզում տանել։ Բարձը։ Կայքայման, որ պետականություն չունենք։ Այսինքն կարելի է եզրակացնել ձեր խոսքից, որ խաղաղությունը դա պետականության կարևոր երաշխիքներից մեկն է, պետականության պահպանումը։ Առանց խաղաղություն պետականություն չկա եւ չի լինելու։ Իսկ մենք պատրաստ ենք խաղաղության։ Այսօր բոլորը գալիս են Ջերմուկում կրակոցը, ջերմուկում ինչ է որ գնանք ուրիշ տեղ։ Ասեմ հարկել ես թորներ ունեմ, ես երեխաներ ունեմ, ես որտեղ ապրում եմ, ոնց կարելի է կրակոցից տակ ես ապրեմ։ Կամ ես որ գնացի հետ ապրես ես քաղաքում, ոչ մեկ չէ։ Լավ չի։ Վարչապետը իր հանրային ելույթներում հաճախ է կրկնում հետևյալ միտքը, որ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Դուք այդ կոչին ի պատասխան ինչ կասեք, համաձայն եք այդ կոչի։ Պատրաստ եք։ Այո, 100%, որտեղ եթե կան ուրիշ ուժեր, այդ ոչ ընդդիմադիրները, ես համաձայն կլինեմ որ գան, բայց դրանք որ եկան այս երկիրը քանդելու են նորից։ Նկատի ունեք ընդդիմադիր ուժեր։ Այո, սրանք լարված են, որ անպայման վատություն տանեն, այս երկիր քանդեն, բոլորին են անելու, նես չի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, դրանք այս ազգին չեն սիրում, չեն սիրում մեր ազգին։ Փաստորեն վարչապետի կոչը ձեր սրտով է եւ Մենակ իմ սրտով, բոլորի սրտով է, ինչ եք մտածում, որ այդ երկու հոգի, որ խոսում են, են ծիտիկները, որ այս ճյուղից այն ճյուղ թռչում են, ճյուղից այն ճյուղ թռչում են, որ իրանց փորը լցնեն։ Դրանք ինչ, դրանք քաղաքագործիչներ են, հա? Ընդհանրապես ծիտիկներ են, ճնճղուկներ են դրանք։ Իսկ մենք ուզում ենք արծիվներ ունենանք։ Հունիսի 7-ի ընտրություններին որ քաղաքական ուժին եք ձայն տալու, արդեն որոշել եք։ Անպայման։ Մարդիկ ապրում են Ջերմուկում, ես չգիտեմ աղջիկ ջան դուք կարող է 4-5 տարի մեկ գաք, բայց մենք ապրում ենք այս հողջերում, մենք պատրաստ ենք մեր հողջերին տեր կանգնելու։ Եվ այն մարդիկ չեն, որ գալիս են սատից խոսում գնում, Ջերմուկցին ամենաուժեղ մարդն է, հզոր մարդիկ են, որ ապրում են այս ձյան մեջ, ներքևները ծաղկած է, չէ՞, իսկ այսօր մարդիկ ապրում են, խելոք մարդիկ են, եւ այսօրվա մարդուն չի կարելի դիտողություն անել ումն է ստալի, ումն է ամեն մարդ գիտակից է, այսօր մարդիկ շատ զարգացած են, ամեն ինչ տեսել ենք այս 35-40 տարվա մեջ եւ մարդկանց հավատը թող մնա իրանց մեջ, չի կարելի
մեկը գալիս ա մի բան խոսում, որ կյանքում չգիտի ջերմուկը ով է ծաղկացնում, ոնց են անում, որ տեղը չգիտեն։ Բայց մենք ստեղի հողը ջրի մարդիկ ենք եւ մաքուր մարդիկ ենք, ովքեր ստեղ ապրում են, ովքեր ստեղծում են, արարում են աշխատանքի տեղ են բացում մարդկանց, դրանք հզոր մարդիկ են։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը ջերմուկում է, մենք ձեր համակարգացիների հետ Ես ուրա, ես 22 թվականին որ այստեղի հզոր մարդ քաղաքապետներ, որ կանգնած էր այստեղ նոր երիտասարդ քաղաքապետ մի րոպե չթողեց ջերմուկը, ոնց կարելի այդպիսի մարդկանց չհարգել։ Ես այդպիսի մարդկանց եմ հարգում, իսկ որ մարդը գալիս է 5-6 տարի մեկ, 4 տարի մեկ մի հատ բան է խոսում գնում, դու արի այստեղ ապրի, այս օդը շնչի, նոր կհասկանաս ով է եւ ինչա, մեզ շեղել չի կարելի, մենք զարգացած ենք, այն որ ասում են ավելի վատ, մենք ուրիշի ասած չենք անում, եթե ինձ ասում են, ուրեմն ես դրան ավելի ընդդիմադիր եմ դառնում, ես իմ գաղափարն ունեմ, ես ջերմուկում խաղաղ է։ շատ Իսկ վարչապետի կոչին ինչպես կարձագանքեք, որ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղ։ Այո, միշտ պետք է կանգնի, միայն հունիսի 7-ին չի, ամբողջ կյանքում մարդը որ ապրում է իր հողի ջրի մեջ, պետք է կանգուն լինի, ուժեղ լինի, չլսի ուրիշի։ Իսկ եթե մարդիկ կան, որ այո, խաղաղություն, մենք շատ ուրախ ենք, վարչապետը ճիշտ է ասում, որ խաղամեն մարդ պետք է իր տան մեջ, իր ապրելա շրջապատում իր քաղաքին տեր կանգնի, այո, մենք պետք է մեր խաղաղությանը տեր կանգնենք։ Ես էլի եմ ասում 22 թվին մենք այնպես բաներ տեսանք, բայց մենք չթողեցինք, այստեղ էինք մեր հարգարժան քաղաքապետը մի րոպե այստեղ ոչ թե բոմբոբիժ էր մտել, այլ կանգնել այստեղ ու մարդիկ, եթե ղեկավարը կանգնած է, ժողովուրդը իր կողքին է, իսկ եթե ղեկավարը փախչում է, ժողովուրդը ուրեմն ավելի վատ։ Իսկ մեր այս ջերմուկում բոլորը կանգնած էին եւ ես ուրախ եմ, որ կգա խաղաղություն, ոչ թե միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում նա խաղաղություն պետք։ Այսօր այդ ամեն մի ռակետը միլիարդներ են, իսկ մարդիկ սոված են, ինչի համար է ծախսեն, գցեն մարդ սպանեն։ Օրինակ քաղաքական ուժերից մեկը ասում է, որ մենք կգանք, ավելի ուժեղ խաղաղություն կա, բերենք այս խաղաղությունն ունենց թույլիկ խաղաղություն։ Ուրեմն Այն միշտ էլ ասում է կգանք երաշխավորված խաղաղություն կբերենք։ Բոլորը ասում են, չէ՞։ Ուրեմն ես էլի եմ ասում, եթե մարդը այսօր կանգնած չի այստեղ այս հողի վրա, ուրեմն խաղաղություն չի բերի։ Այն մարդը, որ փախստական է, այսօր այնտեղ գնում է ավելի լավ տեղեր, 4-5 տարի մեկ գալիս ասում է՝ «Մի ես կբերեմ, դու ոչ չես բերի»։ Այն մարդն է բերում, որ իր հողը ջրի մեջ է ապրում։ Ես ոչ մեկին էլ չեմ հավատում, Կարապետյան օրինակ իր հողի ջրի մեջ չի ապրում, Ռուսաստանից է, բայց ասում է կգամ ուժեղ խաղաղություն։ Բայց 90 թվականից հետո խիչ են եկել, այսօր հիշեցին 40 տարի անցել է։ Մարդիկ խիչ այսօր եկել են արդեն կանեմ, չէ։ Ունեք այդ հարցի պատասխանը, ինչու հիմա հիշեցին։ Ինչու հիմա եկան։ Ուրեմն ուզում են երևի առաջնորդվեն ղեկավարություն, երկիր վերցնեն ու իրենց ցանկությունները կատարեն։ Կամավորության սկզբունքով են դա անում, թե Ինչ որ մեկը հնարավոր է եւ իրենց ուղարկում են, այդպես էլ կա։ Եթե դու հողը ջրի մեջ չես ապրում, ես քեզ չեմ տեսել դեմքդ, չեմ ճանաչում, ոնց ես եկել ես որ ինձ պարտադրում ես։ Ես հավատում եմ այն մարդուն, որ կողքին է, կողքս կանգնած է, ես նրանց հավատում եմ ու ինձ թվում է, որ եթե մեր երկիրը մեր հայ ազգը ինչն է, ինչի է պարակտել, բաժանվել, նախանձություն, չուզելություն, այսօր միասնություն է պետք մեր երկրին, մեր ժողովրդի, եթե մարդիկ միասնական են, երկիրը տապալել չեն կարա։ Իսկ եթե մեկն ասում է ես անեմ, գալիս են իրանց աթոռները բռնում են, փողն աշխատում, թողնում գնում։ Ես մեզ պետք չի։ Գալիս է ես կանեմ, ո՞նց կանես։ Երբ ես անելու։ Ինչքան ժամանակ է պետք։ 40-90 թվից հետո խիչ եք անում։ Ոչինչ էլ չեն անում։ Անողին էլ ուզում են ոտնահարել, ուզում են սուտ բաներ ասեն, հալածեն, չէ։ Մարդ ժողովուրդը ասում եմ, այնքան ենք զարգացած, մենք տեսել ենք այս 45 տարիների 40 տարվա ընթացքում, որ մարդիկ ով է, խոսելով չի, գործով ապացուցի ես հավատամ քեզ։ Իսկ եթե դու պատահական եկել ես բախտի բերման ընկել ես սրանարա ջրերը ապրել ես, մի քիչ էլ առաջ ես գնացի գալիս ես սալիտնի հագտվում, մարդկանց քննադատում։ Ոչ, դու իրավունք չունես քննադատելու։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք, որոշում ունեք արդեն։ Իհարկե։ Որոշել եք ում եք ընտրելու։ Այո։ Ում։ Ես ունենք էլի վարչապետ։ Քաղաքին վարչապետ ունենք, Արսենյան Աշոտ։
Գոհ եք նրա կատարած աշխատանքից, նրա կառավարումից։ Ըստի քուրիկ ջան, նայեք ինքներդ որոշեք, աշխատանքներ գնացելա թե չէ։ Որպես ջերմուկցի ավելի լավ կիմանաք։ Ջերմուկցի ես էլ ասում եմ էլի։ Ջերմուկը Արսենյան Աշոտը ծաղկացնում է, այլ գործ ինչի մասին է։ Ուրիշ քաղաքական ուժ է, օրինակ Ուրիշ քաղաքական ուժը ջերմուկի տեղը չգիտեն։ Եկել էին ուժեղ Հայաստանից Ով են եկել եկել, ուր են, բա ժողովուրդը քիչ չտեսել։ Չգիտեմ, մի քանի մեքենա տեսանք, նկարահանեցին։ Ժողովուրդը Չեն հանդիպել ժողովրդի հետ։ բայց իհարկե չէ։ Բա ի՞նչն է պատճառը։ Նրանք որովհետեւ բան չունեն, դուխ չունեն ժողովրդին հանդիպելու։ Փաստորեն տեսել են քաղաքը ծաղկած է, ասելիք չեն ունենա, առաջարկելիք չեն ունենա, որոշել են երկրորդ մնալ եւ գնալ։ Տեսանք հյուրանոցում էին, մենք պատահաբար տեսանք։ Երգոր հյուրանոցում բա եկել են իրանց համար կերել խմել փառկել։ Ժողովրդի հետ որ լայեղ չեն անում հանդիպեն, որ ժողովուրդն էլ իրանց տեսակետը ասի։ Ուրեմն սարի վրա եթե էգող են, ես զոհվածի ծնող եմ, էլի։ Այդ նույն ավտոբուսով թոկային մի օր տնային ես թուրքը խիա նստել է դե։ Չեն եկել այս ընթացքում։ Ով։ Սամվել Կարապետյանի թիմից, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի։ Դե հերիք դրանց անունը այնքան լսել ենք, բա ընտերների հետ ուզում էր գրավի Հայաստանը։ Տերտերի հետ։ Տերների հետ։ Ուզում էր Հայաստան գրավի։ Հիմա այս ժողովուրդը կարան նրանց կարող է որպես ծանոթ բարևտան անցնեն կամ բարելուստան անցնեն։ Ընդրությունը թոմորանան։ Եկել են երկու կմնան, 3 օր կմնան, եթե ժողովրդին չեն մոտիկանալու այդպես։ Վերջը ասեն ձեր սրտի խոսքը ասեք։ Չէինք տեսել, որ եկել են։ Մեքենաները կայանել էին հյուրանոցի Դե դիմաց։ մեքենաները կարող է եկել են հանգստանալու։ Ով է իմանում։ Դե ամեն դեպքում այդ մեքենաների վրա հատուկ մի խոսքով նկարներ կային, Սամվել Կարապետյանի պատկերներ, այսինքն քաղաքական այցով էին եկել, մի չէին եկել։ խոսքով ժողովրդի հետ չեն հանդիպել։ Իրանք կարող է ժողով արել են գնացել։ Բայց Սամվել Կարապետյանի մասին, եթե ես այդ մարդուն չեմ ճանաչում, նրա մասին ես ոնց կարամ վատ բան խոսեմ։ Ում ճանաչում ենք, նրա մասին ենք խոսում, վատը։ Կնդրվի, կնանք ասենք Սամվել Կարապետյան շնորհավորում ենք։ Կարծում եք կընտրվի։ Ոչ մի անգամ։ Քոչայանել է։ Այդ անցնեն է դրանք, ոնց որ ասես Լևոնը կնդրվի։ Քոչարյանը ինչ անցել է, թող գնա իր թալանած փողերը պերիտա ազգաբրի էլի։ Լևոնը կնդրվի։ Չեմ կարող ասել։ Բախի չեմ։ Սատարում է Սամվել Կարապետյանի կարծիքը։ Փաշինյանը, որ այդ Սերժին էլ, Քոչարյանին էլ, Լևոնին էլ հրավերում է բանավերջի։ Բախի չեն գնում։ Խիչ են գնում։ Ասելիք չունեն գուցե։ Իհարկե Հակադարձելու անցել է, նրանց դարը անցավ։ Եմի թո նորից խելոնք բանանեն, պես ընտրությունները կվերջանա, խելք ունենան, միանան իրար, որ հաղթեն, չեն կարա։ Ճամփի կեսից ենքան մարդ ենք տեսել փախել, տերդերը ինչ էր ասում։ Ասում էր մի շաբաթ հետո ընդրված եմ։ Նույնն էլ մնացած կուսակցությունները։ Սաղին էլ ժողովուրդը ճանաչում են էլի։ Վարչապետը իր հանրային ելույթներում վերջերս անդադ կրկնում է, որ պետք է հունիսի 7-ի ընտրությունների միջոցով տեր կանգնել խաղաղությանը։ Դուք վարչապետի կոչի հետ համաձայն եք ի պատասխան այդ կոչի ինչ կասեք եւ արդյոք ջերմուկում հիմա խաղաղ է։ Մասնավորապես օգոստոսի 8-ի Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթից հետո զգում եք շունչը։ Կրակոցներ չկա, զոհեր չկա, խաղաղությունը էլի կամաց կլինի։ Իսկ վարչապետի կոչի հետ կապված ինչ կասեք տեր կանգնել խաղաղությանը։ Վարչապետը ազնիվ եթե ելնանք, դեշը այդ մարդը բերեց էլի, բերեց խաղաղությունը ոնց են բերեմ, կամաց բերեց։ Այ ասում եք, որ Սամվել Կարապետյանի թիմից եւ նախկին նախագահների թիմերից ոչ ոք չի եկել, իրենք էլ չեն եկել։ Այ իրենք ասում են, մենք գանք իշխանության, կբերենք ուժեղ խաղաղություն, կբերենք երաշխավորված խաղաղություն։ Այդ բոլորն էլ ասում են, բայց ոչ մեկն էլ չի բերի։ Հագարակը պատերազմը կելի։
Ես 4 տղա ունեմ, 4-ն էլ մասնակցել է Արցախի պատերազմին։ Ինքս էլ իլյուզիոնիստ յուղ եմ, ամբողջ Ղարաբաղը իմ բարեգործական ելույթներն եմ տվել։ Ղարաբաղցիները լիշնի իմ համար հերոս ժողովուրդ են։ Ղեկավարների մասին չեմ ասում։ Ժողովուրդը հերոս ժողովուրդ են։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Իհարկե, Որոշել եք ում եք ընտրելու։ դեռ ոչ։ Ամենուր կցանկանայի քաղաքական թեմա այս բային չքննարկենք աշխատանքային, եթե հնարավոր է։ Քաղաքական տարբեր ուժեր, գիտեք, տարբեր ծրագրերով Բնականաբար։ են հանդես գալիս, հիմնականում սոցիալական բնույթի առաջարկներ են անում։ Քաղաքական ուժեր կան, որ ասում են, այ մենք կգանք եւ ուժեղ խաղաղություն կբերենք, երաշխավորված խաղաղություն կբերենք։ Դուք ջերմուկի բնակչուհի եք։ 22 թվականի սեպտեմբերին ագրեսիայի ենթարկվեց համայնքը։ Ինչ կասեք, ջերմուկում հիմա խաղաղ է եւ արդյոք հավատում եք այդ ուժեղ, երաշխավորված, չգիտեմ, արժանապատիվ խաղաղության մասին խոստումներին, որ տալիս են քաղաքական տարբեր ուժեր։ Այս պահին ջերմուկում խաղաղ է, ամեն դեպքում մեզ մոտ ոչ մի բան այս բանի տեղի չի ունենում ու չեն կարող 100%-անոց ինչ որ բան ասենք, որ հետագայում խաղաղ կլինի։ Կապրենք կտեսնենք։ Իսկ քաղաքական ուժերի խոստումներին ուժեղ խաղաղության Ես հիմնականում չեմ ոչ լսում եմ, ոչ էլ ինչ որ բան։ Այս պահին դեռ ինչ որ բան ասել չեմ կարող։ Կառավարող ուժի կատարած աշխատանքից գոհ եք։ Եթե մեր աշխատանքային բանով նայենք, շատ գոհ ենք, որտեվ ծերերին, որ է սոցիալական պետպատվեր շրջանակներում տեղերը տրամադրում են, այդ առումով շատ գոհ ենք։ Մեր ջերմուկ քաղաքի համար է շատ լավ, որ մեր մարզպետը, որ նախկինում մեզ մոտ քաղաքապետ էր, շատ լավ բաներ է արել, այսինքն մենք խաղահրապարակ ունենք, կանգառում ունենք ավտոներին սպասող կանգառներ ունենք, որը նախկինում չունեինք, աղբահանությունն է շատ լավ վիճակում, այդքան մասին, որ ես ինքս իմ աչքերով տեսել եմ, կարող եմ ասել։ Առողջապահության համընդհանուր Շատ լավ է, ամեն դեպքում մեր դեղատան առումով առաջին ենք, որ այս պետպատվերին շրջանակների միացել ենք, առաջիններից ենք, որ տրամադրվում են անվճար դեղորայքը, այդ առումով որ շատ լավ է, շատ գոհ են, շատ են ու շատ գոհ են, այսինքն մի մեծ բեռ իրանց ուսերից ընկել է, այսինքն ավեր գումար չեն տալիս դեղերին։ Իսկ ձեր շրջապատի մարդկանց հետ շփումների արդյունքում ինչ տպավորություն եք ստացել։ Որ քաղաքական ուժին են հակված Ճիշտ ասած չգիտեմ։ Այնքան հերոյ եմ ես քաղաքականությունից շատ դրա համար չեմ կարող ինչ որ բան ասել։ Բայց դուք ձեր մաշկի վրա զգում եք Զգում ենք, ամեն դեպքում հա ինչ որ լավ բաներ զգում ենք, մեր ջերմուկի այս պահին որ խաղաղ ենք, այդ ամեն ինչ արժի։ Մեր երեխաների համար այս պահին շատ վստահ ենք, որ այս դեպքում այս պահին ինչ որ բան չի լինի։ Հետագան չեմ կարող ասեմ ինչ կլինի։ Շնորհակալ։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։